Ռոբերտ Քոչարյանից պոկված ու Մայր Հայաստան կուսակցությունը հիմնադրած Անդրանիկ Թևանյանը, որի քաղաքական պիկը եղել է Ռուսաստանի պետական հեռուստաընկերության եթերով Հայաստանի իշխանությունների մասին կեղծ նարատիվներ տարածելը, Я предлагаю пригласить в нашу студию гостя, который знает Пашиняна, это Андроник Теванян. Если перефразируя классика, можно сказать, что все счастливые страны похожи друг на друга, а все те страны, в которых произошли цветные революции, несчастливы по-своему. То есть он виноват в гибели людей? Естественно, он виноват, что сейчас он стал уже после 2020 года марионеткой Запада, потому что понимает, что то, что он сделал, в лучшем случае его ждет участь с Михаила Саакашвили. Это вот смесь армянского Саакашвили и Зеленского. Անդրանիկ Թևանյանը որոշել է ընտրություններից առաջ միավորվել Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, ինչպես ասում են, նմանը զնմանին կգտնի։ Երկու ընտրակեղծ ծրարներ գտել են իրար։ Մինչ քննվում էր ԲՀԿ-ի, մինչև 2018 թվականը տեղի ունեցած ընտրություններում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործը Մայր Հայաստանը Գյումրիի ընտրությունների ընթացքում հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ձերբակալություններ եղան, կալանավորումներ, այդ թվում ձայնագրություններ հրապարակվեցին, համաձայն որոնց Գյումրիում վարելափայտ ու գումար էին բաժանում ընտրություններին մասնակցելու համար։ Եվ ահա այս երկու ուժերը որոշել են նախընտրական դաշինք ստեղծել արդեն համապետական ընտրություններում, բայց ստեղծված դաշինքն էլ որպես դաշինք չգրանցել, որպեսզի անցողիկ շեմը լինի ոչ թե 6, այլ 4%։ Այսինքն անգամ այստեղ են փորձում օգտագործելով օրենքի բացը կեղծել, մոլորեցնել հանրությանն ու ընտրողին։ Դե ինչ, ամեն ինչ վաղուց պարզ է։ Ընդդիմությունը որոշել է գնալ Գյումրիի սցենարով, դաշտ են նետել բոլոր ուժերն ու փորձելու են հավաքել անցողիկ քվեներ, հայտնվել խորհրդարանում ու միավորվել ընդդեմ քաղաքացիական պայմանագրի, վարչապետ կարգելով ամենաշատ մանդատներ ունեցողների քաղաքական հայրիկին։ Նայելով հնարավոր կոնֆիգուրացիան դժվար չի կրահել, որ դա Ռոբերտ Քոչարյանն է լինելու։ Հավանիր տեսանյութը և բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։